Ոչ մի բան չեմ կարող ասել։ Նամակը պետքա թողնես իմ մոտ, գոնե մի օր։ Այս պահին ոչ մի բանով չես կարող օգնես։ Քեզանից պղծում չկա։ Քեզ ինչն է հետաքրքրում։ Ձեռագիրն էլ նշանն էլ։ Ձեռագիրը շատ յուրօրինակ ձեռագիր է։ Հոգեբանական բարդ խառնվածքի տեր մարդու վրա ասեմ։ Տեստարները ոնց են իրար վրա գալիս, մանր են, համարյա անընթեռնելի։ Իսկ կինա թե տղամարդ։ Տղամարդ ամենայն հավանականությամբ։ Երևի կրթված մարդ է գրողը։ Ինչից իմացար։ Բառերի դասավորվածությունից, ձեռագրի բարդությունից, նախադասության լակոնիկությունից, մարդ ինչքան շատ բան գիտի, այնքան ավելի կարճ է գրում։ Ահագին բան ասեցիր։ Ավելի շատ բան կարամ ասեմ, ինչով կարող է հիվանդ լինի այդ մարդը, կամ հոգեբանական ինչ խառնվածք ունի, բայց դրա համար ժամանակ է պետք։ Իսկ նշանը։ Առաջին անգամ եմ սենց նշան հանդիպում։ Այսինքն առաջին անգամ եմ հանդիպում, բարդ բան ասացի։ Նկատի ունեմ կարող է ինչ-որ միության նշանա, կամ ինչ-որ մարդկանց խմբի նշանա։ Հակոբես նշանը ոչ Հայաստանի արհմիությունների, ոչ էլ ինչ-որ կուսակցության նշանը։ Չգիտեմ ես ինչ նշան է։ Բա ինչ պիտի անես։ Պիտի փորձեմ հասկանալ։ Ոնց։ Նայտես, սա մի նշան չի։ Սրանք մի քանի նշաններ են միավորված մեկի մեջ։ Լավ ես նայում։ Հա։ Եթե հասկանամ ամեն մեկի նշանակությունը, կհասկանամ ընդհանուրի իմաստը։ Երբ կհասկանաս։ Երբ որ հասկանամ։ Լավ, ես թող մնա քեզ մոտ, ես սկսելոքս արել եմ։ Մինչև դու նայում ես, ես ժամանակ չկորցնեմ։ Բայց հաստատ կոմաչի չէ։ Հաստատ։ Բժիշկն էլ ձեզ ասաց, որ խորը քուն է։ Մերին հիմա քնած է։ Ու երկար կտևի։ Ինչքան երկար, այնքան ձեր աղջկա օգուտն է։ Երևի մի քանի ժամ, չնայած դեպքեր են եղել, որ մի օր ու ավելի շատ։ Որ արթնանա։ Որ արթնանա, ես կողքին եմ, մի անհանգստացեք։ Անպայման կզգուշացնեմ բժշկին։ Բժիշկը 24 ժամ է հերթապահություն է սահմանել։ Հա։ Այն ոստիկանները ներքևում են, թե արդեն գնացել են։ Չէ, երկուսն էլ այստեղ են, դուք ավելի լավ է գնացեք, տուն հանգստացեք։ Չէ, ես կունենամ, որ աղջիկս արթնանա կողքը լինեմ։ Երբ ձեր աղջիկը արթնանա, դուք պետք է ուժ ունենաք, որպեսզի հետը խոսեք։ Ավելի լավ է գնացեք տուն, հյուծվել եք, մի քիչ հանգստացեք։ Լավ, ինչպես կկամենաք։ Դե բացատրի։ Քեզ հետ եմ արա։ Դու ո՞ր ես, որ իմ կարգադրություններին հակառակվես։ Խավեր ստերեց Սերոպյանին բերել շեֆ։ Դու ո՞ր ես արա, որ ինձ ասես ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Դու ես իմ մոտ աշխատում, թե ես քո մոտ, այդ ճիճո։ Ես քո մոտ։ Ես քո մոտ։ Դա այդքանը հասկանում ես։ Դե խոսա։ Բացատրի լսում եմ։ Ինչ բացատրեմ, շեֆ ջան։ Մենք արդեն պատրաստվում ենք զախվատ անեինք։ Հետո մտածեցի, ճիշտ ասած սրտովս չէր։
Սխալ էր ինչ-որ մի բան։ Ու հետո զանգեց այդ վրեժը։ Ու ինչ, վրեժը զանգեց ու ասեց, որ հրամանես չկատարես, հա? Չէ, շեֆ, քեզ էր ման գալի։ Մտածում էր, որ կարող է հիվանդանոցում ես, ու որ մերին կոմայից դուրս է եկել։ Դու էլ մտածեցին, որ արդեն չարժի դրան բռնել, հա? Չարժի բռնել մեկին, որ իմ աղջկան ուզեցել է սպանի։ Չէ, շեֆ, ես մտածեցի, որ կարող է մերին այդ հարցի պատասխանը տա։ Ով է իրան, ոչ ով է այդ մահափորձը կատարել։ Հետո Արշակին բերման ենթարկելու իմաստը կորում է, շեֆ։ Ապրես։ Շատ ճիշտ ես արել։ Սպասենք, տեսնենք մերին ինչ է ասում։ Կարես գնաս։ Սպասենք։ Աշխատել ես։ Ամեն մերի առիթով։ Մերսի, շեֆ։ Այլ է, պարոն գնդապետ։ Ինչի տենց օֆիցիալ, կապիտան։ Անցի։ Այսօր ինձ հունից շեղել են։ Ով։ Ես ինչ է։ Այսօր տուն են բերել։ Կարթան։ Հաջորդ զոհը կլինի նույնն։ Սա քեզ որտեղից։ Պոստով են ուղարկել։ Ուղարկողի հասցեն ծրարի վրա չկա։ Պատվերով էր։ Պատվերով լիներ կգտնեի ուղարկողը։ Բարել ես փորձակնություն։ Ընդերից եմ գալիս։ Ինչ։ Ասլյանը ժամանակ խնդրեց։ Բայց մի երկու բան ասեց։ Նախնական, ըստ ծրագրի։ Ասեց, որ տղամարդը բարդ խառնվածքի տեր մարդ է ու հավանաբար կրթված է, բայց այդ նշանի մասին ոչ մի բան չասեց։ Հետաքրքիր նշան է, բայց ինչ է նշանակում չեմ հասկանում։ Ես էլ առաջին անգամ եմ տեսնում։ Կարող է կատակա։ Շատ տարօրինակ կատակա։ Շատ տարօրինակ կատակա, ճիշտ ես։ Հաջորդ զոհը կլինի նույնն։ Բայց ինչի նույնն։ Չգիտեմ։ Մերի պալատի հսկողությունը չես անել, չէ՞։ Չէ, Ղազարյան։ Դու գիտես, ես ինքնագրող ոչ մի բան չեմ անում։ Ապրես։ Ինչ ես մտածում ես նամակի մասին։ Կարող ուզում եմ մեր ուշադրությունը շեղել մերից։ Իմաստը։ Դե որ զբաղվենք նույնով ու աչքաթող անենք երկչում։ Չէ, չեմ կարծում։ Եթե մերին կոմայի մեջ մնար, ուրիշ հարց։ Բայց նա կոմայից դուրս է։ Հիմա վրանը նրան կտանի տուն, տունն էլ կդարձնի ամրոց ու մուկն անգամ չի մտնի։ Ճիշտ ես ասում։ Բայց ինչի հենց նույնն, հա։ Քիչ հավանական է, որ մերին նույնն ընդհանուր թշնամի ունենա։ Չէ, քիչ հավանական։ Դե որովհետև մերին երկչուհի է, բոհեմա։ Իսկ նույնն հասարակ տնային տնտեսուհի։ Մերի կյանքում շատ տղամարդ է եղել։ Իսկ նույնն իր ամուսնու նվիրված կին է։ Չեմ հասկանում ինչի հենց նույնն։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց մենք հենց դրա համար ենք ստեղ աշխատում, որ հասկանանք։ Ամեն դեպքում ես կհանդիպեմ Վահանի հետ, որ զգուշացնեմ։ Ամեն ինչ անենք։ Ինչ պետք է անենք։
Պիտի մտածենք։ Խաղանից զոր տանք։ Հանցագործությունը բացահայտելը շատ դժվար է, բայց ավելի դժվար է կանխել նախապատրաստվող հանցագործություն։ Հավատային փորձին։ Դա։ Գևորգ։ Արի։ Հակոբ Գևորգին հիշում ես, չէ, կապիտան։ Սահակյան։ Ես որոշել եմ նրան էլ ներգրավել ես հետաքննության մեջ։ Արի Գևորգ, նստեք։ Ես ինչ ես անում, Հակոբ։ Գևորգին ծանոթացնում ես գործի մանրամասներին։ Ինչ ինֆորմացիա ունենք տալիս ես իրեն, թող ուսումնասիրի։ Գևորգ, շատ արագ մտնում ես գործի մեջ։ Պարոն Սերոբյան, ձեզ մոտ Ռուբեն Դարաքյանն է եկել, ժուրնալիստ։ Ուղեկցիր, ու մի անգամից երկու սուրճիր։ Ու յուրենի համար կոնյակը։ Դա։ Ես լավ հարաբերությունների մեջ եմ մամուլի հետ։ Ես մամուլի չի ներուստատեսություն։ Նստեք։ Ես ի նկատի ունեմ ԶԼՄ-ն ընդհանրապես։ Այդ տեսակից։ Սուրճ, կոնյակ։ Կոնյակ չի աշխատանքի մեջ, սուրճ խմում։ Կապակցությամբ եմ արժանացել լրագրողական հետաքննությունների վարպետի ուշադրության։ Լրագրողական հետաքննությունների հարց չի, ավելի շուտ անձնական հետաքննությունների հարցն։ Որտում ա վերաբերում, ձեզ։ Ավելի շատ ձեզ։